Ինչքան ավելի շատ ու խիտ է լինում երաժշտությունը, այնքան դանդաղ ավելի ճիշտ է լսվում։ Երաժշտությունը, որի տակ այսպես անջատվում էր երիտասարդությունը 90-ականների սկզբներին եւ որը հիմա։ Մի օր պատկերացրեցի ու տեսա, որ ուզում եմ ոչ միայն DJ պուլտի առջև տժամ, այլ նաեւ հետևից տժացնեմ մարդկանց։ Երևի թե այդտեղ ստացվում, հա։ Հա։ Երբ մեկի հետ զրուցում ես ու երաժշտությունը հետևը գնում է ու նայում ես այնպես մի գծի վրա ոնց որ 2 ժամ գնա, ֆռում ես մտածում ես հալալ է։ Փորձել եմ նաև բժշկեմ բառերով ու ես զգացի, որ նաև կարելի է բժշկել երաժշտությունով։ Ես հասկացա, որ ես ոչ թե կբուժվեմ, ես հեսա կմեռնեմ։ Բառից բուն իմաստով։ Բայց մեր ազգի մոտ ուրիշ ձև է։ Այս մեկն ասում է՝ «Ես պետք է ասեմ քո արածով ասեմ», այն մեկն ասում է՝ «Պետք է դու ինձ զանգես, ես չստացվեց»։ Երևի թե պատճառն էր, որ որպես բժիշկ եւ որպես գիտակ ինձ չեք հրավիրել այստեղ, որոշեցի DJ դառնալ, որ ձեր հաղորդմանը մասնակցեմ։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, եթերում պարոն հաղորդավար ոդկասթն է։ Այսօր մեր ոդկասթը անցնելու է ընց տեմպով, որովհետև իմ հյուրերն են DJ-ներ։ Ռուբեն Կարապետյան, Լոս Անջելես եւ Էմիլ Միրզոյան, Երևան։ Բարև ձեզ հարգարժան հյուրեր։ Բարև ձեզ պարոն հաղորդավար։ Ռուբեն, երբ եք սկսել զբաղվել DJ-ությամբ, եթե այսպես կարելի է արտահայտվել։ Ես մանկությունից մեծ երաժշտության սիրահար եմ եղել, բայց professionally որ սկսել եմ նվագել կամ ասենք ինչ որ DJ-ությամբ զբաղվել 15.5-16 տարեկան։ Դա որ թվականն է։ Այսինքն մոտ մի 33 տարի առաջ։ 91-92 ինչ որ այդ կողմերը առաջի անգամ որ սկսեցի ինչ որ Այնտեղ Լոս Անջելես։ Լոս Անջելեսում այո։ Ինչ երաժշտություն էր այն ժամանակ, հա պահանջարկ վայելում եւ ինչ այսօր, որովհետեւ այնուամենայնիվ պարզ է, որ հա DJ-ները ավելի շատ դա բարահրապարակներում, դիսկոտեկաներում, կլուբերում եւ այլն, բաց տարածքներում, ինչու ոչ, հա, այսօր արդեն մեծ մարզադաշտերում, հրապարակներում, բայց անկախ վայրից այնտեղ եկողը գալիս է ոնց են ասում, լրիվ կտրվելու, անջատվելու, ապարելու, ենթադրում եմ, որ դա այդպես է։ Հենց այդպես է։ Այ որն էր երաժշտությունը, որի տակ այդ այսպես անջատվում էր երիտասարդությունը 90-ականների սկզբներին եւ որը հիմա։ Այն ժամանակ սկսում էինք acid house-ով, Անգլիայից էր ավելի շատ գալիս, մենք վայնիլների, այսինքն պլաստինկաների վրա էինք այն ժամանակ նվագում։ Ինչ որ գալիս էր acid house էր, այսինքն ինքը մոտավորապես 128-ից 130 բիթ ոնց որ 1 րոպեվա մեջ, ավելի արագ համեմատած այսօրվա։ Ավելի արագ։ Ավելի արագ, շատ ավելի արագ համեմատած։ Հիմա այսօր ամենաարագը մոտավորապես որ նվագում ենք, ասենք 121-ը համեմատած 128-130, այսինքն մի րոպեվա։ Ինչ է պատճառը, որ Ինձ թվում է երաժշտությունը ավելի զարգացավ, երաժշտական ասենք մոմենտները ավելի սկսեցին նուրբ լինել, ինչքան ավելի շատ ու խիտ է լինում երաժշտությունը, այնքան դանդաղ ավելի ճիշտ է լսվում։ Օրինակի համար որ վերցնես դիսկոն 70-ականներից ու բարձրացնես շատ արագ, ասենք այն երգելու մոմենտները չի ստացվի էլ արդեն։ Քանի երաժշտությունը լցվում է, խիտանում է, ասենք synth-linerներն են ավելանում մեջը կամ ասենք էլեմենտները ավելի շատ են լինում, ավելի երաժշտական է դառնում, ավելի տեմպոն իջնում է ներքև, որ ավելի երաժշտությունը նորմալ է։ Ինձ թվում է այդ էր պատճառը, որ իջանք, հասանք համարյա 121, դաժե 120, համեմատած ասենք Անգլիայից գալացող acid house-ին, որ համարյա 132, 133 այդ ժամանակ այդ էր երաժշտությունը, որ բոլորս նվագում էինք, որ գալիս էր, ասենք Ամերիկայում այդ ջայլությունը այդ էր կլաբներում կամ ասենք ձեր ասած բացօթյա այն վաղ անապատում էին ավելի շատ անում, գնում էինք։ Ենթադրում եմ Միացյալ Նահանգներում հիմա էլ են շատ անում։ Շատ, բայց այն վաղ այն ժամանակ մի տեսակ երաժշտությունը ավելի underground էր, այսինքն ավելի քիչ մարդ էր ու այտենց ինչ որ մեծ կլուբները չէին ուզում այդ երաժշտությունը բերել։ Իրանք էլի հին են ժամանակվա, ասենք trance-ի
երաժշտությունն էին հələ ոնց որ աշխատում մեծ կլաբներում։ Այդ ժամանակ ես կարծում եմ Միացյալ Նահանգներում հա Ջեքսոնի ու Մադոննայի պիկներ մենք էլ խելոք գնում էինք փոքր անապատներում ինչ որ 2-3-400 հոգով առանց լույսերի, առանց ոչ մի բանի, ինչ որ ջեներատոր դնել հոսանքը տեղից քաշելով, կամած տարիների ընթացքում արդեն այդ Մայքլ Ջաքսոնի Մայքլ Մադոննայի պիկը անցավ, նոր սկսավ արդեն underground երաժշտությունը մտնել հոլիվուդյան ինչ որ մեծ կլաբներում։ Բայց հետո էլ ռեփ եկավ։ Ռեփը չի խանգարել էլի։ Չէ, մի տեսակ ռեփն ու մեկ էլ էլեկտրոնային, ասենք, երաժշտությունը, օրինակի համար դիսկոն կլինի, թե ինչը որ ավելի պարելու երաժշտություն է։ Միշտ ռափի հետ մի մարկետի մեջ չեն եղել։ Ռափը միշտ ինչ որ առանձին կլուբներում, առանձին ինչ որ մարդկանց ուշադրության կենտրոնում ա եղել, էլեկտրոնային երաժշտությունը միշտ մի ուրիշ։ Մեկը մյուսի հետ միշտ չի խառնվել։ Այն ասենք աուդիտորիան տարբեր է։ Միշտ, հիմա էլ օրինակի համար ռապ երաժշտություն լսողը չես տենա շաբաթ իրիկուն հոլիվուդյան ինչ որ էլեկտրոնային կլաբում լավ ժամանակ անցկացնի։ Մեկը մյուսի հետ ընդհանրապես չի գնում, իրանց ասենք մարդկանց ստայլը իրար չի բռնում, մեր մոտ օրինակի համար ես մի երկու անգամ անցել եմ երեկոյան ժամերին այդ ուրբաթ շաբաթ օրը Վեսթ Հոլիվուդյան այդ հատվածով։ Այդտեղ ինչ-որ մի հատ գժանոց է, որ վախենում ես անգամ մեքենայից դուրս գաս։ Այդ գժանոցը միշտ է, այդ չի հիմա էլ է այդ ձև, որ գնաք նույն բանն է։ Ոչ մի բան չի փոխվել։ Ուզում եմ ասեմ, որ ռափի, ասենք, այդ hip hop rap, այդ երաժշտության տեսակը ու մեկ էլ ասենք ավելի պարելու երաժշտությունը միշտ իրար հետ չեն համընկել, տարբեր ժողովուրդներ, տարբեր կլաբներ, տարբեր ձև, դաժե խմիչքների գները տարբեր, երկու տարբեր կլաբներում, մեկը մի քիչ որտեղ է ավելի թանկ։ Ռափը բնական է, որտեղ իրանք ավելի սիրում են ամեն ինչը ցույց տալ, ավելի ճոխ, մեր մոտ ավելի սուսուփուս, ինչ որ ավելի երաժշտություն, այնտեղ ավելի շատ ցույց տալու ժողովուրդը հավաքվում, ինչ որ Lamborghini-ներ կլաբի դեմը, մեր մոտ ավելի մի քիչ հիմա կարծում եմ երբ նոր սկսում էր իրանք էլ էին underground։ Ռափը, հա, օրինակի համար 90-ականներից NWA-ը underground սկսեց, NWA-ից Eazy-E, ասենք, այդ երաժշտական մի մասը, որ ռափը նոր մտնում էր, ասենք, մեծ Old school-ի մասին է։ Old school, այո։ Այդ ժամանակ հա, բայց դրանից հետո միշտ էլ ասենք Lamborghini-ներ ու Ferrari-ներ ա եղել ռափը հետ, միշտ ունևոր, միշտ ինչ որ gold record-ներ, 2-3 միլիոն record ծախել, իրանց մոտ միշտ ամեն ինչը մեծ ա եղել։ Մեր մոտ ավելի համեստ է, ժողովուրդը ավելի կոպիտ ասած չունևոր, համեմատած ռափի ժողովրդի հետ, սա մեկը մյուսին չի խանգարել, դաժե այն ժամանակներից 90-ականներից մեկը մյուսին ընդհանրապես չի խանգարել։ Այսինքն այդ սևական շրջանից դուրս եկած այդ երաժշտությունը ավելի թանկ է ու ավելի բան, քան էլեկտրոնայինը, որը համարվում է քյասիբների երաժշտություն։ Այո։ Տարօրինակ է, բայց շարունակենք դրա մասին խոսակցությունը դեռ շնորհակալություն։ Էմիլ։ Այո։ Բավականին փորձառու բժիշկ։ Ոչ պակաս փորձառու գիտակ, քեզ այդպես են ճանաչում համենայն դեպս Հայաստանում։ Ինչը ձգեց, որ սկսեցիր զբաղվել այս գործունեությամբ եւ երբ սկսեցիր զբաղվել, ինչը դարձավ պատճառ։ Պարոն հաղորդավար, երևի թե պատճառն էր, որ որպես բժիշկ եւ որպես գիտակ ինձ չեք հրավիրել այստեղ, որոշեցի DJ դառնալ, որ ձեր հաղորդմանը մասնակցեմ։ Իսկ եթե ավելի լուրջ։ Նու առնվազն որպես գիտակ շատ եմ հրավիրել, ոչ այստեղ, ուրիշ։ Հա, համաձայն եմ միշտ, չէ, ու հաճույքով միշտ մասնակցում ենք ցանկացած միջոցառումների, որը օգնելու է, թե չգիտեմ, ինտելեկտի առումով բարձրացնել եւ թե բարեգործական նպատակներով։ Էլեկտրոնային երաժշտությունը ինձ ձգել է միշտ։ Այդ 90-ական թվականներից, որ ես այդ ժամանակ դեռ ավելի, հա, դեռ հասեի, միշտ ինձ գերելա, միշտ փորձել եմ գտնել նույն աուդիոկասետներով, սկզբից նույն ինչ ռադիոյով։ 2000-ականների վերջին, երբ որ ես առաջի անգամ ԱՄՆ գնացի, այնտեղ ընկեր ունեի, որ ահավոր տրանս երաժշտության սիրահարեր, այդ ժամանակ Armin van Buuren, Paul van Dyk շատ հայտնի դեմքեր էին եւ իրանցով էր երաժշտությունը գնում։ Այդ ժամանակ հիշում եմ նույնիսկ Ամերիկայից մի հատ 16 գիգ ֆլեշ կարա, երբ որ Հայաստանում ժամանակ 256 մեգաբայտերով էր, ու ամբողջը լսեցի այդ երաժշտությամբ ու ամբողջ Երևանը ինձանից ուզում էր այդ երաժշտությունները, այդ վերջին նորությունները։ Ու այդ ժամանակ արդեն նաև ավելի շատ արտերկիր էինք գնում, որովհետև Հայաստանում այդքան զարգացած չէր, լավ դիջեյներ չէին գալիս, արևտը բաց չէի թողում, բոլոր այդ իվենթներին ես պետք է մասնակցեի, որովհետև շատ էր դուրս գալի։ Եվ մոտ 2-2.5 տարի առաջ իմ մոտ տենց
չգիտեմ ինչ միտք ծագեց, որ ես ինձ տեսա նաև այդ DJ-ի պուլտի ետևում, հա, ոչ միայն այս կողմը, այնց լավ տժալուց, այո։ Ես ինձ մի օր պատկերացրեցի ու տեսա, որ ուզում եմ ոչ միայն DJ պուլտի առջև տժամ, այլ նաև հետևից տժացնեմ մարդկանց։ Երևի թե այդտեղ ստացվում, հա։ Ну, թող Ռուբեն ասի, տեսելա։ Ոյակա։ Երևի թե այդտեղ նաև մի քիչ այդ բժշկական ջիղն էլ կա, որովհետև հիմնական երբ որ բժիշկ ես նստածես, քո մոտ օրվա ընթացքում 20-ից 30 հիվանդ է մտնում, ու բոլորը մտնում են ինչ-որ մի ցավով։ Ու բոլորին դու պետք է բժշկես ոչ միայն դեղով, նաև բառերով, հա, հույս տալով, որտեվ ասում են, եթե բժշկի կաբինետից դուրս է գալի հիվանդ ու թեթևացած չի, նշանակում է լավ բժիշկ չէր։ Ու միշտ ես դրան փորձել եմ հետևեմ, փորձել եմ նաև բժշկեմ բառերով, ու ես զգացի, որ նաև կարելի է բժշկել երաժշտությունով։ Ու երբ որ դու անհատական ամեն բժիշկը հիվանդին փորձում է տես բժշկի, ես պատկերացի, երբ որ ես պուլտի հետև կանգնած իմ դիմացը 100 հոգի են, 1000 հոգի են, ու դու բոլորին կարող ես բժշկես երաժշտությամբ։ Իրենց լավ տրամադրությամբ ես, իրենք մոռանան իրենց հոգսերը, իրենց ցավերը, ամեն ինչը տժան։ Կներես Էմիլ ջան, քո հիվանդները ինչ տարիքի են։ Սկսած նորածնային հասակից մինչև 90։ Ահա, հիմա ասենք տես մի փոքր պատմություն պատմեմ, ու ասեմ ինչի հարցրեց։ 70-ականների վերջն ու հատկապես արդեն 80-ականների սկիզբ, երբ արդեն ուսանող էինք այն ժամանակ հայտնի Զիլոնի բառը կար, հա, ինչ որ տժժալ, պարել, դիսկոտեկաներ, բաներ, ես դա հասկանում էի, շատ նորմալ էր, ես երիտասարդ էի։ Հետո արդեն առաջին անգամ դա, եթե չեմ շփոթվում, աղջկաս ծնունդներ, ինչ որ միտեղ, ես ինձ զանգեցին, կանչեցին, որ արդեն ավարտվում է, գնամ տուն բերեմ, ես որ մտա ասես դուռը բացեցի, այդ երաժշտության այդ բիթերը, որ խփեց գանգիս, ես հասկացա, որ ես ոչ թե կբուժվեմ, ես հեսա կմեռնեմ, բառից բուն իմաստով։ Չեք սովորացրել կամաց։ Ես հասկացա իմաստը, տեսեք։ Ոնց են բուժվում այդ երաժշտության։ Ուրեմն անցած տարի հոկտեմբերին ես AD-ին մասնակցեցի, դա Ամստերդամում անցկացող մի հատ հզոր իվենտների մի շարք է, որ 5 օր է անցնում, կոնկրետ այդ 5 օրվա ընթացքում անցած տարի 3000-ից ավել DJ, 60-ից ավել մեծ իվենտ, 120-ից ավել փոքր իվենտ։ Իսկ ինչ իվենտներ են։ Բոլորը էլեկտրոնային երաժշտության նվիրված, բոլորը։ 1.5 million people։ Այո, 1.5 միլիոն տուրիստ միայն այդ 5 օրվա ընթացքում Ամստերդամում տեղ ու դադար չկա, հյուրանոցները թանկանոց, 6 ամիս շուտ պետքա բուք անես, եթե ուզում ես լավ գներով այդ ժամանակ դու ինչ-որ այնտեղ կարողանաս ապրես։ Ես այնտեղ գնացի օրինակ Բորիս Բրեխայի համերգին, որը հիմա շատ այնց հարգված DJ է, մեծ 5000-անոց դահլիճում։ Այդ 5000-անոց դահլիճում ես ու կինս էինք 70%-ը անհամեմատ ինձնից կնոջցս տարիքով մեծ։ 60 տարեկան, 70 տարեկան, 50 տեսնեք ոնց են տժում, ոնց են վայելում երաժշտությունը։ Հայաստանում երբ որ գնում ենք իվենթի, ես ոնց որ ամենամեծը լինեմ։ Դե ջահեր, երիտասարդ, բոլոր տակով բոլորը ոնց են անջատվում։ Ու ես զգացի, որ ճիշտ է այն բռնացողին կարգի ոչ Հայաստանում։ Որտեվ Հայաստանում հələ ցավոք այդ կուլտուրան շատ ցածր է էլեկտրոնային երաժշտության, ինչը չես ասի արտասահմանի մասին, երբ որ այն թինեյջերական տարիքից սկսած միջև են տատիներ, պապիներ։ Ինչ իմաստով զուտ այդ տարիքային որ երիտասարդներն են միայն, թե որ անգամ երիտասարդների մոտ դա տենց մեծ պահանջարկ չունի։ Անգամ երիտասարդների մոտ, որտեվ չգիտես ինչի նախընտրում են ռաբիզ լսել կամ ինչ որ այդ առանձին ցավա մի տրոյ։ Ամենայն հարգանքով, որտեվ մի հատ շատ, չգիտեմ, ընտիր մի հատ թրեք են գրում մեր, ասենք, հայ տաղանդավոր DJ-ները, որը նայում ես մի տարվա ընթացքում ունի 1000-2000 պրասմոտր YouTube-ում, բայց մի հատ չգիտեմ ինչ որակի մի հատ երաժշտություն, որը նայում ես 9 միլիոն, 18 միլիոն ու զարմանում ես, էլի ասես նույնիսկ էսա փաստորեն ճաշակը մեր երիտասարդության, ջահելության։ Այդ ուրիշ բանից է գալիս, իհարկե, դա գալիս է նաև մեր բոլորիցս, որ ես նկատի ունեմ մեդիայի ներկայացուցիչներից, որ տարիներ շարունակ մենք այդպես էլ ես միշտ կողմ եմ ցենզուրային, անգամ այս դարում, որ ասում են, այս դարում ինչ ցենզուրա, հենց այս դարում է պետք ցենզուրա։ Համաձայն եմ։ Բացի դրանից, տեսեք, դուրսը DJ-ը արտիստ է։ Ինքը արտիստ է, ինքը ստեղծագործում է, ինքը դա արվեստ է։ Իսկ այստեղ մեր մոտ մեծ մաս հասարակության մոտ մի տեսակ DJ-ին ընկալում են որպես հարսանիքում ինքը նվագի ինչ որ բիտեր ուրախացնի։
այդ ցավոք մեծ մասը այդ մակարդակի վրա է, իսկ DJ-ինգը ես որ մի քիչ խորացա, ես էլ հələ այդքան չէի պատկերացնում, որ ինչքան մեծ աշխատանք կա այնտեղ անելու։ DJ-ը երբ որ միքսում է դու այդ ապարում ես, այդ երևի 10%-ն է, վերխուշկա այսբերգը։ Մինչև դու դրան պատրաստվես, որ այդ թրեքները իրար նոտաներով բռնեն, որ դու այդ storytelling-ը անես, որ դու մի տեղից վերցնես ու տանես այդ 2 ժամը հասցնես այն գագաթնակետին, դա լուրջ արվեստ է ու շատ մեծ գործ է պահանջում։ Ասում ես, որ պահանջարկ չկա, բայց WCIT այս երկու WCIT եղավ վերջին տարիներին, եթե չեք շփվում, այն առաջինի ժամանակ էր, չի եկել Van Buren-ը։ Այո, հրապարակը լիքներ։ Ինչպես System of a Down-ի համերգի ժամանակի ընթացքում։ Բայց System of a Down-ը այնուամենայնիվ հայերեն, ռոկա, ռոք խումբ, ավելի հայտնի խումբ է, իսկ պատկերացեք Van Buren-ը դուրսը ոչինչով չի զիջում սոադին։ Չեմ ասում դուրսը, ներսը, այստեղ։ Ներսն էլ։ Եթե դուք ասում եք, որ այստեղ չկա դրա պահանջարկը, ես ասում եմ, որ հրապարակը լիքներ։ Համաձայն եմ, լիքներ երևի առաջին այն պատճառով, որ անվճար էր։ Մարդիկ հանգիստ կարան գալ, որտեղ Van Buren-ի համերգին դուրսը դու եթե լինես $200-300 տոմսը, ամենակիչը, հա, եթե լավ լուրջ իվենթ է։ Երևի թե այդ ֆինանսականն էլ չի ներում, ստեղ երևի մարդկանց չգիտեմ կամ շատ չեն գնում դուրս։ Բացի դրանից Van Buren-ը իրոք համաշխարհային դեմք է վերջի 25 տարում ու իրան բոլորը գիտեն, բայց կան շատ տաղանդավոր արտիստներ, որոնք այ կարիք ունեն առաջ գնալու, որ իրանց պետք է լսել, իրանց պետք է աուդիտորիա։ Հեռու չգնանք, հարևան Վրաստանը 10 գլուխ մեզանից բարձր է։ Վրաստանում Resident Advisor application կա, որ երբ որ ես ցանկացած երկրի վրա քաղաքում լինում եմ, բացում որ տենամ ինչ իվենտներ կա։ Օրինակ Բերլինում մի օր բացեցի, չալարեցի, հաշվեցի, մի օրվա մեջ մենակ ուրբաթ օրը 75 լուրջ իվենտ կար։ Բերլինի մեջ 75 հատ, ասենք ամենտեղ մինիմում 1000-2000 մարդ տժում է։ Վրաստանում բացեցի, էլի մի 25-ի չափ կար։ Հայաստանում բացում ես 1 25 իվենտ, մի երկրորդ մի իվենտ։ Այդ մեկն էլ դատարկ չէ։ Այդ մեկն էլ դատարկ։ Ունենք էլ ինչ ունենք էլի։ Իսկ որտեղ անցնում Երևանում ու կամ Հայաստանում մի քանի քլաբեր կան, որ տենց էլեկտրոնային երաժշտություն դերեն իրենց պրիորիտետի մեջ, Fermatan, Banderegon, Serenան, Cult-ը։ Իսկ բաց տարածքներ կան։ Չէ, բաց համարյա չունենք, նու Jellyfish-ն է ամառները մի քիչ որ բաց տարածքում կազմակերպում է տենց բաներ։ Ռուբեն, ասացիք, որ այն ժամանակ անապատներ։ Հիմա Էմիլն էլ ասում, դուք եք ասում, հա, ես գիտեմ, որ դուք աշխարհով մեկ պատտվում եք, իդեպ կա երկիր, որ չեք եղել։ Չէ, համարյա գլոբուսի վրա սաղ տեղերը նվագել եմ։ Անապատ ու հիմա ամբողջ աշխարհը այդ նշանակում է թեկուզ այն մեր պատկերացմամբ, որ այս ինչ որ հետամնաց երկիր է, բայց եթե բոլոր տեղերը կա, բոլոր տեղերը նվագում եք, ուրեմն դրա պահանջարկը ամենտեղ կա, հա։ Համարյա երկիր կա շատ է, երկիր կա քիչ է, բայց համարյա ամենտեղ։ Այ որտեղ է համեմատաբար ավելի շատ եւ որտեղ ավելի քիչ։ Հիմա օրինակի համար իմ երաժշտությունը, որը ես նվագում եմ, Բոնոս Այրես Արգենտինայում, երևի ամենահաճելի տեղն է նվագելու, համ մարդկանց քանակը, համ ժողովրդի այդ վերաբերմունքը մեր երաժշտության, Պակիստանը հենց հիմա երևի աշխարհի վրա ամենաթափ երկրներից մեկն է, որ իվենտները նայում եք մենք մի երաժշտության 17-20 հազար հոգի իրար վրա է գալիս, ասենք 15 ժամ, 18 ժամ ժողովուրդը չի կանգնում, Շրի Լանկան է հենց հիմա շատ ճիշտ տեղ նվագելու, մարքեթը շատ մեծ, ժողովուրդը մեծ production, մեծ փողեր դնել։ Իմ համար օրինակի համար այս րոպեին այդ երեք երկրներն ա, որ ասենք progressive house երաժշտության սիրահարները ամենաշատը։ Եվրոպայում այդքան պահանջ։ Եվրոպայում էլ կա, բայց ասենք համեմատած օրինակի համար Բոնոս Այրեսին Արգենտինա նույն ձևի չի։ Եվրոպայում ավելի փոքր կլուբներ են, ասենք 1000 հոգի, 1200 հոգի, տեղեր կա 2000 հոգի, Բոնոս Այրես գնում ես, ասենք 8000 հոգի, 20000 մի տեղ։ Բաց տարածքներում Բացել, փակել, կապ չունի։ Դե փակ տարածքում այդ որտեղ պետք է լինի 20։ Ստադիոնի նման ինչ որ մի բան կամ աուդիտորիումներ կան, որ 10-15000 հոգի մարդ է տանում։ Չէ, տեղեր շատ կա, որ ասենք փակ տարածքում էլ կարան անեն։ Օրինակ ես 4 շաբաթ առաջ Բոնոս Այրես էի նվագում, նույն ժամանակ իմ գոլեգաներից Հեռնան Կատանիոն էր նվագում 18000 հոգի քոլեջի, ոնց որ համասարանի Հայաթը։
Հավաքվել էին stage-ը սարքել էին production-ի փողը լույսերը բանտրել էին college-ի հայաթում մեծ event էին անում 15 Դա վճարովի է։ Այո, դե բնական։ Այսինքն մարդիկ վճարում են, գալիս են այդտեղ այտենց 15 ժամ ու ոչ սեղաններ, ոչ ինչ որ շամպանսկի բերեն դնեն, կոֆե, այտենց չկա, կանգնած, բոլորը կանգնած։ Բա այդ 10 քանի ժամվա ընթացքում պարզապես կա բարեր գնում օգտվում են, ինչ են անում։ Փոքր բարեր, ոնց որ երկարությամբ event-ի, գնում ես փողը տալիս ես, ասենք գարեջուրը վերցնում ես ձեռդ ու էլի բա ինչ ալու։ Այտենց կեսը թափում, կեսը խմում ես, ինչ հասցնում խմում ես, ինչ ես հասցնում թափմա։ Բայց նստել չկա, աթոռներ չկա, սեղաններ, աֆիցանտներ, ինչ որ sense կարգավիճակ չկա, բոլորը կանգնած 20000 հոգի։ Մի մարդու պես ապարում են։ Դոկտոր, երեքների համար վնաս չի կան կանգնելը։ Չէ, բացարձակ։ Երբ որ այդ vibe-ը դու բռնում ես ու չեք պատկերացնում, այդ ինչ առողջանարա։ Այ վերադառնանք նույն հա մի քիչ բժշկությանը։ Ես օրինակ խոսում ենք, հա, հիվանդները դե գալիս են, չգիտեմ, 100-ից մի հիվանդը, որ քեզ հետո գա ու ասի վայ շնորհակալություն բժիշկ ջան, չնայած դու շատերին ես, հա, բժշկում, բայց տենց է մարդը շուտ է մոռանում, էլի բժշկի շնորհակալություն ասելը։ Կոմոդ գայս են ցավով կիսվում են։ Օրական 30 մարդ քեզ ինչ որ վատ էներգիա է տալի, դու այդ սաղ քո մեջ կլանում ես։ Ես օրինակ ամբողջ շաբաթի մեջ հավաքում եմ, ուր փաթոր գնում եմ, մի հատ տժում եմ, կակ նովինկի երկու շաբաթից գնում եմ նորից ընդունելու հիվանդներ իրենց ցավերը բժշկելու։ Իմ համար գաղտնիք ու։ Հա, չգիտեմ, ամենալիցքաթափվելու ճանապարհի համար դա էլեկտրոնային երաժշտությունն է ու ամբողջ գիշեր ես ապարեմ, ես չեմ հոգնի։ Հակառակ ես էներգիայով լցվում եմ։ Տեսեք, Ռուբեն, մեզ մոտ ճիշտ է ասում, հա Էմիլը, ընդունված է, որ DJ-ը միքսում է ինչ որ երաժշտություններ, ինչ որ իվենտների լինեն դա հարսանիքներ կամ ինչ որ մեծ էլի տենց բաներ, այլ կատարողների։ Աշխարհում DJ-ները վաղուց իրենք են արդեն, հա, այդ երաժշտությունը գրում, իրենք են բան անում։ Մեծ է տարբերությունը այն երաժշտության, որը որ գրում են, չգիտեմ, հայտնի խմբերը կամ հայտնի կատարողները, որոնք մեծ հաշվով պահանջարկ ունեն աշխարհում, լինեն դա рэպերները կամ չգիտեմ, լինի դա, եթե այսօր ենք խոսում, հա, Adele-ը, Billie Eilish-ը եւ այլն, եւ այն երաժշտությունը, որը տալիս են DJ-ները, հասկանալի է, որ այդտեղ կա այդ բիթերը, բայց DJ-ները անգամ եթե այն նույն երաժշտությունը վերցնում են նույն, բա, այնտեղ էլ են, չէ, բիթեր ավելացնում։ Բնական է։ Այ ես նկատի ունեմ մեղեդիի մեջ, ոչ թե բիթերի։ Մեղեդիի մեջ տարբերությունը շատ է։ Մեծ, դե երաժշտությունը տարբեր երաժշտություն է, օրինակի համար ռոկը, որ վերցնենք համեմատենք ռափի, իրանք բացի բիթից ու ասենք թե մնացած ինչ որ հարվածային գործիքներից բացի ոչ մի բանը համարյա նույնը չի։ Ռապ երաժշտությունը, որ նայում ես, ամեն ինչը ավելի նույն ձևի գնում է, ասենք ամեն բառերի վրա, նույն երաժշտությունը, ռապի սաղ իմաստը, ասենք խոսքերն է։ Մեր երաժշտության մեջ սաղ իմաստը երաժշտությունն է։ Տարբերությունը այն է, ինձ թվում է, ես օրինակի համար տարիներով երաժշտություն եմ գրում, իմ համար ռապի մի հատ ռապերի համար երաժշտություն գրելը, որ ինքը պետք է բառերը վրեն, իր բառը խոսքերը բերի, ես դնեմ վրեն, ավելի հեշտ է, քան թե ես նստեմ իմ ժանրի մեջ ինչ որ մի բան գրեմ, որտեվ իրանց մոտ ամեն ինչը 32 ոնց որ բառի վրա է երաժշտության, նույն բանը 32 բառի վրա շարունակվում է, բառերը դնում ես վրեն, դառնում է ինքը ոնց որ այդ ռիչիտատիվը, այդ կարդալու նույն, հա, իրանց մոտ երաժշտությունը շատ մեծ դեր չի խաղում, իրանց մոտ ավելի շատ բառերն է, մեր մոտ երաժշտությունն է ավելի մեծ դեր խաղում, ասենք կլինի դաշնամուրը, կլինի ինչ որ ջութակից բռնած, ամեն տեսակի ինստրումենտ, որը որ բերում դնում ենք մեր երաժշտության մեջ, ռապի երաժշտությունը, ասենք, տևում է 3 րոպե, կամ ասենք մի քիչ երկարները 4 րոպե, մեր մոտ մինիմում, ասենք, 7 րոպե է լրիվ, ոնց որ մի տրակը, ելնում է 8-9 րոպե, նայած ոնց առաջ գնա, ասենք, մի ռապը, ինչ 3 րոպե վերցնես նույն բանը իրար վրա դնես, ինչ 9 րոպե լրիվ երաժշտական երաժշտություն գրես, շատ մեծ տարբերություն է տալի, որպես պրոդյուսեր, որպես երաժշտություն գրող։ So իմ կարծիքով ես օրինակի համար շատ մարդկանց համար ռապել եմ գրել, որ ոնց որ գրել վաճառել եմ իրանք բառերը դրել են վրան, տվել են լեյբլին։
Իմ համար այդ գրելը շատ հեշտ է համեմատած օրինակի համար, որ իմ ժանրի մեջ ինչ որ մի բան գրեմ, ու ինձ թվում է լուբոյ կոմպոզիտոր, որ ասենք այդ երաժշտությունը իրար վրա կբերի ամեն մի ժանրի մեջ, ինձ թվում է 9 րոպե մի բան ստեղծագործելը ու 3 րոպե նույն բանը գրելը մեծ տարբերություն կտա երկուսի մեջ։ Մի հարց էլի կապված բանի, դուք այսօր երևի թե ամենահայտնի հայ DJ-ն եք։ Դա աշխատում է հայերի մեջ, թե որևէ նշանակություն չունի։ Որովհետև ասեցիք Buenos Aires, ենթադրում եմ Եվրոպայում շատ տեղ, հենց նույն Միացյալ Նահանգներում, չգիտեմ Ռուսաստան գնացել եք թե ոչ։ Մյուս շաբաթ։ Այս շաբաթ Պակիստան, մյուս շաբաթ Ռուսաստան։ Այսինքն վաղը թռնում եմ Պակիստան, մյուս շաբաթ օրը ես մի քիչ առողջական խնդիրներով ուրբաթ օրեր չեմ նվագում, մենակ շաբաթ օրերը, բայց նույն տեղն էլ 2 անգամ չեմ նվագում, այսինքն մի երկրում երկրորդ անգամ չեմ նվագում։ Եթե այսօր Հայաստանում նվագեցի, ասենք մեկ էլ 6 ամիս հետո նույն երկիրը կգամ, այդ արանքում նույն տեղը նվագել չկա։ Սա ամեն շաբաթ տարբեր երկիր։ Դա ինչ որ սկզբունք է, թե ինչ որ մարդկանց չհոգնածնեմ։ Մի բանը, որ մարդիկ սպասում են, ավելի հաճելի է լինում։ Երբ որ մի բանը շատ կարաս հեշտ ընկալես, էլ չես ուզում։ Իհարկե։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, հայերի այդ, չգիտեմ, աջակցության վերաբերյալ, այդտեղ ենք մենք շատ կաղում ցավոք։ Նույն, ասենք, հիշատակեց Հեռնան Կատանոյին, որ պրոգրեսիվ հաուսի մեջ որտեղ որ ստեղծագործում է Ռուբենը, նույնի համաշխարհային հիմա այդ 3 դեպքն են, Հեռնան Կատանոյը, Նիկ Վորենը եւ Ռուբեն Կարապետյանը։ Հեռնան Կատանոյն արգենտինացի է, որ երկրում ինքը նվագի, մինիմում 3000 հոգի արգենտինացի այնտեղ կայնած են դրոշներով, իրականում ինքը գիտի, որ այն ամենա, չգիտեմ, ցանկացած երկիր արգենտինացիները այնտեղի բոլորը գալու են։ Ռուբենը որ գնում է միտեղ որտեղ կա հայ համայնք, եթե կա 1000 հայ, 5 հոգին գա, թե չգա։ Նենց խոսքերով բոլորը կողքին են իրան մեսիջներ են գնում, դու մեր հայ պարծանքնես, դու սենց դունես, բայց երբ որ պետք է արդեն այդ բաձերշկան անել, որ մարդը միտեղ երթանում, դու գաս այնտեղ քո հայն է եկել վերջի վերջո, ցավոք չկա էլի։ Ու նույնը չկա Հայաստանում։ Եթե այս մարդու համար 20000 հոգի Պակիստանում գալիս են տժալու, գալիս է Հայաստան 500 հոգի չեն հավաքվում։ Աբիդն է։ Նո, դա շատ ցավալի է, ճիշտ ասած։ Ես 2 տարի է փորձում եմ ամեն ինչ անեմ, որ մեր երկրում էլ ես զարգանա։ Ես սկզբից մտածում էի կգամ, կփորձեմ, ասենք տարբեր կլուբների տերերին հավաքեմ իրար գլուխ, ինչ ամեն մարդ ոնց որ իր փոքր մի բանն անում, 200 հոգի ստեղ, 500 հոգի ինտեղ, 700 հոգի ինտեղ, եթե օրինակ 3, 4, 5 հոգով, ովքեր որ այս երաժշտության մեջ քաղաքում ինչ որ մի բան են անում, կպնեն իրար ու փորձեն մեծ մի բան անեն, ես էլ իմ կողմից կարամ մեծ արտիստների բերեմ Հայաստան, որ ավելի զարգանա, ասենք երաժշտությունը։ Բայց մեր ազգի մոտ ուրիշ ձև է, այս մեկն ասում է, խի ես պետք է ասեմ քո արածով ասեմ, այն մեկն ասում է, խի պետք է դու ինձ զանգես, ես չստացվեց։ Փորձել եք աշխատել օրինակ, ես հիմա տարօրինակ բան ասեմ, ոչ թե ակումբների հետ, այլ օրինակ ամերիկյան համալսարանի հետ, որը նման իվենտներ կազմակերպում է, հենց իրանց ուսանողները կարող է շատ ավելի մեծ հաճույքով ու շատ ավելի շատ գան, քան ակումբները։ Ճիշտն ասած, այդ չեմ փորձել, շատ հետաքրքիր բան ասեցիք, վաղվանից այդ ուղղությամբ սկսեմ աշխատել։ Բայց մեկ ես էլ եմ լավ մտքեր ասում։ Բայց ցավալի է, որ մարդ, ասենք, ուզում է իր երկրում, որովհետև իմ մոտ այնց է, որ իմ մենեջմենտի մոտ, ասենք, 5 երկրի օֆեր կա մի օրում։ Հիմա ասենք Հայաստանն էլ այդ օրը դրա մեջ է, եթե ես կոպիտ ասած կարամ $5 առնեմ Պակիստանում խոսքի օրինակ, $1 դե Երևան գամ։ Ես միշտ փորձում եմ Երևան գամ։ Բայց գալիս է այստեղ ու սկսում է այդ ամեն ինչը, այդ որ չգիտեմ կգան, պետք է DJ-ն գնի սենց անին, հենց անի։ Օրինակ մտածում ես, այդ նույն բանը կարամ դուրս նանեմ ուրիշ երկրում, ասենք 5-10 անգամ փողն առնեմ իմ նվագելու համար։ Ու ասենք վերջում սա շնորհակալ եմ, որովհետև եկել եմ։ Գալիս էստեղ, ինչ որ 300 հոգի կգա, չի գա, պետք է նստենք, մտածենք, ինչ որ ստրեսային սենց մոմենտներ ա, պետք է Instagram-ի վրա սենց անենք, պարտադիր ենք, դրանք հետո դեռ ես 300 հոգի մարդ եկին, գալի մտածում ես լուրջ։ Ասենք աշխարհի ես ծերից թռել ես, եկել ես այնտեղ, որ վերջում նայում ես Հայաստանում, ասենք DJ-ները որ գալիս են, այդ ամեն ինչը, ասենք մնալնա ծախսերն այսայինա, վերջում ոնց որ ձրի նվագես դուրս գաս։ Բայց իմ հայրենիքն է, ասենք իմ մոտ ստացվել է այս
ասենք global market-ի մեջ մտնել, ես ուզում եմ, որ իմ երկրում էլ ես ինձ լավ եմ զգում դրանից։ Ասենք մարդիկ կան նվագում են, Յանը կտրում են, մի հատ որ չերև է, իրանց ասելով ավելի հեշտ է ասելը, որովհետև վերջի Յանը պետք չի, ես չգիտեի, որ աշխարհում Յան ասել այդքան դժվար է։ Այդ ճիշտ հակառակը։ Ասենք, այդտեղ խոսում են, այնտեղ խոսում են, վայ, ես հայ չեմ, ես ավելի ամերիկացի եմ, չգիտեմ, ինչ ասենց, ես ամեն ինչ, կարամ օրինակներ բերեմ, որի կարիքը չկա, բայց նկատի ունեմ ամեն ինչ ինձ իմ ձեռից գալիս է, ասենք փորձում եմ նրանց անեմ, որ մեր երկրում էլ էսի առաջ գնա, այնա բժիշկը տենում է, բայց չի ստացվում մոտս ոնց որ։ Ստացվի։ Չէ, հələ ես էլի կփորձեմ, ես այն հեշտով կանգնողներ, բայց բանա, կա որ ասենք գալիս ես ամեն ինչ փորձում ես անես ու տենում ես այս մեկն է չստացվեց, այս մեկն է չստացվեց։ Մարդ ոնց որ սկսում է կոտրվել մեջից։ Մտածում եմ ուժելի ասենք մարդիկ էլ են, չէ՞, տենում, որ գալիս ես, ասենք փորձում ես, ինչ որ իրար վրա ես առաջարկներ ես անում, փորձում ես այնց անես, որ երաժշտությունը առաջ գնա, բայց չի ստացվում։ Տես Ռուբեն, ես այն սերնդից եմ, որ վինիլը ինձ մասին ոչ միայն լսել եմ, այլ շատ ունեցել եմ, լսել եմ այդ դիսկերով։ Ձեր վախտով տունը հավաքել collection կար, չէ՞, ստեղից ճարում էիք։ Ճարում էի։ Նույնին մեր տաններ, ծնողներս նույն բանն էին անում։ Ես մի քիչ այնքան հին եմ, ես բաբինով մագնիտոֆոնով եմ երաժշտություն լսել, հարցը այդ չի։ Ես շատ հին եմ այդ առումով, բայց այսօր համարվում է այդ վինիլով աշխատող DJ-ները երևի թե top class։ Թե դա այդպես չի։ Չէ, դա այդպես չի։ Ինչ-որ խոսակցությունը ընդհանրապես տես տպավորություն է։ Ուղղակի ջայլ սենս է, երբ որ տեխնոլոգիան լավանում է, ամեն ինչը ավելի հեշտանում է։ Օրինակի համար երեք գնացել էի միտեղ ճաշելու, պատի վրա այն հին սովետական այն բաներն էր դրած, որ չափիչներ, ինչ էին ասում։ Աբակ, որ չքսենց իրամ թվերը հաշվում էին։ Աբակոս։ Պատի վրա նայեցի, հիշեցի, որ սովետի ժամանակով որ մտնում էր ինչ-որ մի ֆաբրիկա, ասենք այդ օֆիսների մասը, սաղի սեղանի վրա պարտարի դրած էր։ Կալկուլյատորն եկավ, սեղանին դրեցին պատին, որպես հին ինչ-որ հնություն։ Նույնն էլ ինձ թվում է ինչքան որ տեխնիկան զարգացավ, ամեն ինչը հեշտացավ։ Իմ ասենք սկսած DJ-ները, որ այն ժամանակ նվագել ենք ոչ էկրան կար, ոչ ասենք ասում էր երաժշտության նոտան, որ իրար վրա բերես դնես կամ արագությունը, մենք այդ սաղականջով անում ենք սլուխով բռնում։ Էդի այդ մոմենտն է, որ հիմա նայում ենք, ասենք մի հատ 18 տարեկան որ առել է, նայում ես էկրանի վրա, քիչ ամենում կոֆե դնի արդեն, ամեն ինչ անում է, ինչ ես իրար բերի դնի նոտաները չափի, այնց սարքի, որ դու պետք չի անես, այնքան որ իմ Բայց դեպքում որն է DJ-ների գործը, այդ DJ-ների, որ ամեն բժիշկը, որ մի քանի րոպե առաջ որ ասում էր, երբ որ երկու երաժշտությունը վերցնում իրար ես կպցնում, այնց է, որ ժողովուրդը, ասենք 10 տարբեր գործեր կպցնում ես իրար ու պարողը չի կարում հասկանա որտեղից եկավ, որտեղից գնաց։ Իմ համար DJ-ն որ մեկին ես լսեմ, որ մտածեմ, այ մալադեց, իմ համար էտա, որ դու 2 ժամ նվագես, ես 2 ժամ նստած, թեկուզ մեկի հետ խոսալուց իմ ուշադրությունը կյանքում այդքան չընկնի, որ ականջիս միշտ մեկը որ մի բանը այն չի ստացվում, ասենք 2 երգը իրար հետ չի գնում, կամ նոտաները չեն բռնում, կամ ինչ որ երաժշտական ստիլը չի բռնում, միշտ ուշադրությունը տա անկախ քեզնից գրավում, որտեղ մի բան փոխվում է շատ մեծ։ Բայց եթե մեկի հետ զրուցում ես ու երաժշտությունը հետևը գնում է ու նայում ես այնպես մի գծի վրա ոնց որ 2 ժամ գնա, ֆռում ես մտածում ես հալալա։ Մի հատ հարց էլի, այդ արդեն ավելի շուտ երևի քեզ տամ, որովհետև ավելի փորձառու է։ Մաքսիմումը քանի ժամ ես աշխատել։ Որպես DJ։ Որպես DJ 4 ժամ եմ ես նվագել։ 4 ժամ։ Բայց ասեմ, որ մինչև 12 ժամ, օրինակ Ռուբենը այդ առումով գիտեմ դրա համար։ Ժամ էր կարա ասի։ Պատկերացրու, ենթադրենք 12, չեմ ասում 18։ Ոնց որ Ռուբենն էր ասում մի քիչ առաջ, 12 ժամ։ Հնարավոր է այդքան անընդհատ այդ երաժշտությունը լսել ու չհոգնել։ Եթե սիրում ես, այո։ Անկամ եթե սիրում ես։ Չէ՞ որ ես երաժշտություն շատ եմ սիրում։ Տարբեր, շատ տարբեր, կախված թե տրամադրությունից, բայց երբ որ ինքը նույնն է գնում, լինի դա ռոք, լինի դա ջազ, լինի դա սովորական պոպ
ինչ-որ երաժշտություն, լինի դա դասական, ինքը հոգնածնում է ինձ։ Հասկացա ինչ եք ասում, բայց նայեք, ինքը նույնը լինելով միշտ տարբեր է։ Բացի դրանից, եթե տենց մեծ ֆեստիվալ են կազմակերպում, ընդ միշտ կա մի քանի stage, որտեղ ամեն տեղ տարբեր երաժշտություն է։ Դու միտեղ հոգնեցիր հաուսից, գնում ես այնտեղ տրանս, հոգնեցիր, գնում ես տեխնո, գնում ես ինչ եմ ասում։ Հա, նվագելու առումով Նվագողին եմ ասում։ Ես իմ այ հել չունեմ տենց շատ երկար նվագելու փորձը, բայց այդ դեպքում Ռուբենից ասում եմ, ինչ չեմ օգնի, չգիտեմ ոնց Օրինակի մեջքն է ցավում։ Ականջի չէ, մեջքը։ Ես իմ մոտ ականջի երբեք չէ։ Ես ֆանատիկորեն սիրում եմ այս երաժշտությունը, էլի, ասենք առավոտ ժամը 6-ին զարթնելով, երբ որ թուր չեմ անում տունը աշխատում եմ, ես ասենք առավոտ ժամը 6-ից սկսում եմ աշխատել, ասենք մինչև գիշեր ժամը 11-ը։ Տնեցիք։ Տնեցիք էլ իմ հետ, սովորել են արդեն, հարմարվել են։ Կոպիտ ասած ճարներն ինչ։ Բայց օրինակ վերջի անգամ Buenos Aires after hours էին անում, ոնց որ event-ից հետո private մի 100 հոգով հավաքվել էին ծնունդիս համար, ոնց որ տեղ էին վարձել 100 հոգի ծանոթ մոտիկներին սաղին հավաքել էին 13 ժամ։ Մեկը բերել էր տորթեր կերցնում, արդեն սոված էի կեսից, կոշիկներս էի անվերջում։ Բայց երաժշտությունը չի հոգնածնում, որտեվ բժիշկը ճիշտ ասեց, ինքը նույնն է, բայց շատ փոփոխական։ Այսինքն հետո սենց մի բան կա, որ 100 հոգի կամ 20,000 հոգի ամեն քո երաշտական փոփոխությունից հետդ փոխվում են, գոռում, ճվում, օրինակի համար Buenos Aires-ում հայկական դրոշակն էին թափ տալիս մարդկանց մեջ։ Այնուամենայնիվ կան, հայերը գալիս են։ Էմիլի ասաց, գալիս են, բայց քիչ ցավոք էլի։ Հայերը գալիս ասացիք, ես այս շաբաթ օրը Հայաստանում էի նվագում, Buenos Aires-ից 6 հայ թռել էին եկել ինձ լսելու։ Buenos Aires-ից տեղ, բայց տեղի հայերը չեն գալիս, ասենք մի 10 կիլոմետր կամ 5 կիլոմետր, չգիտեմ, ինչքան հեռավորության վրա է, ասենք ժողովուրդը տենց քաղաքի, ինձ թվում է կենտրոնում երևի չեն գալիս, բայց այս մարդիկ, ասենք 17 ժամ թռել են Buenos Aires-ից եկել են, որ ստեղ ամենահարմար տեղը է դա եղել, որ գան լսեն։ Ասենք այնտեղ էլ գալիս են ինչ որ դրոշակներ, բանտած բաներ տանում ես ոգևորվում ես։ Սո այդ 4-5 ժամում որ մտածում էի հոգնել եմ, ոնց որ 0-ից սկսես էլի, որ տրամադրությունը տեղը Էմիլի ասած տժում ենք։ Տեսեք, DJ դառնալու համար Էմիլ։ Ով կարող է դառնալ։ Երևի թե բոլորը։ Չէ, տեսեք, ասեմ ինչի, որովհետև այնուամենայնիվ ասում եք պետքա բռնացնել նոտաները։ Հիմա օրինակ ինձ արջը նենց վատատարոր է ականջներս, նենց վատատարոր է, չես պատկերացնի, էլի եմ որ չեմ կարող, ես նոտաներ չգիտեմ, ես չեմ որ ասես, չեմ փորձել են տանել ժամանակին երեխա ժամանակ դաշնամուրի, դե բնականաբար դա չի ստացվել, որովհետև արդեն ասեցի ինչի համար չի ստացվել։ Հիմա բայց ես եթե շատ ուզենամ էլ չեմ կարող, էլի, որովհետև այդ ամենակարևոր բանը ինչը որ դուք ասում եք DJ-ի համար որ կարողանա բռնացնի այդ նոտաները որպեսզի մարդը չզգա ոնց անցավ մեկը մյուսից դրա համար այնուամենայնիվ սլուխ պետք է։ Դե տեսեք, ինչպես Ռուբենը ասեց, գիտությունը այնքան է զարգացել, որ ստեղծել է հիմա DJ-ական դեկեր, որտեղ այդ բոլոր նոտաները գրած է մյուս թրեքը ասենց կանաչով դու կարաս սրա այդ միքսես ինքը խոսալու է նոտան, թե չէ, որտեղ կա 24 տարբեր նոտա ու առաջ երբ որ չկար ես հիմա ապշում եմ ոնց են անում, շատ հեշտ է հիմա մեզ էլի հիմա ժամանակակից տեխնիկա է ցավ միքսել։ Դու ես այդ տեխնիկայից։ Հա, ես ունեմ այդ տեխնիկայից։ Իդեպ միքսերն Ռուբենն այնց նվիր է, ինձ մնում էր դեքերը առնել, նենց որ ուրախությամբ այլես, շնորհակալ եմ։ Դու կարաս դա միքսես, այսինքն մեխանիկական գործը շատ անելով կսովորես, բայց երևի թե այդ ներքին ճաշակը, ներքին զգալը երաժշտության, երևի այդտեղ մի քիչ տաղանդ միգուցե էլի եմ ասում, սկսել կարող են բոլորը, հա ու շատերն են փորձում դառնալ, բայց շատերը կեսից զգում են, որ դա իրանցը չի։ Ես չի, ես գնալով համոզում որ ես իմն է։ Ես հիմա արդեն սովորում ուզում ես էլ թրեքներ գրեմ, ինչը որ չի անում, բայց շուտով առաջին ռիլիզը սենց Ռուբենի լեյբլով կունենանք երևի թե երեխեք ինչ ռեակցիա են տալի։
Երեխեքը ծնված օրվանից լսել են այդ երաժշտությունը։ Աղջիկս տունը ոչ մի ձև չէր քնում, իջացնում էի մեքենայի մեջ, քշում էի էս մի հատ քաղաքով այդ երաժշտության տակ, նենց էր քնում հաճելի։ Ոնց որ իրանց ականջին շատ դա սովոր է։ Ես հիմա տունը որտես փորձում շատ հարազատ է։ Հա, փորձում նվագեմ, տղաս գայս ասում, էս ինչա, զգում եմ տղայիս կողմից էլ ինչ-որ բան ուշադրություն կա դեպի այդ, շատ դրական են դրան նայում։ Ու շատ sense հաճույքով ինձ ու կնոջս իրանք տենց երեկոյան ճանապարհում են, որ մենք գնում ենք տժալու, իրանք գնում են քնելու։ Որ գնում ես դուրս հասկացա։ Դրսում ինչ որ իվենտների, այդ թվում այն ինչ որ փառատոներ։ Հայաստանում փորձել ես նվագես։ Հա, իհարկե, անպայման։ Որտեղ Ռուբենի հետ։ Հենց 2 օր առաջ այո, Բանդերեգոյում Մախմուրյանն էր, մեր մյուս հայ տաղանդավոր DJ Ռուբենն էր որպես headliner եւ փակում էի ես։ Վերջում, քանի որ ես շատ եմ սիրում այդ շատ ուժեղ էլի տժասնել վերջում, իսկ սկզբում ոնց է, պիտի մի քիչ ավելի warm-up անում DJ, ավելի մեղ, որտեվ հələ նոր են գալիս, հələ պիտի headliner-ը գա, իրենից հետո դու իրանք ունես շատ արագ ու աշխուժ երաժշտություն միացնես, ինչը երևի ավելի շատ իմ սրտով դա է։ Չնայած եղել է նաև որ ես եմ warm-up արի, այսինքն ավելի օրգանիկ house-ի մեջ եմ նվագի, Հայաստանում շատ եմ նվագի արդեն, չգիտեմ, մոտ մի 10 անգամ։ Ես ներողություն եմ խնդրում, բայց մյուս անգամ կփորձեմ անպայման հետևել գալ մի հատ, ես ինձ շատ հետաքրքիր է լսել DJ Emily։ Պարտքս լինի, ես անպայման կտեղեկացնեմ մյուս նվագելուց հաճույքով։ Ռուբեն, աշխարհում գնում եք տարբեր տեղեր, աշխատում եք չլինել։ Կոնկրետ Լոս Անջելեսում, որտեղ կարելի է ասել աշխարհի այդ entertainment-ի կենտրոններից մեկն է, այնտեղ ունեք տալիս եք համերգներ, թե չէ, հենց Լոս Անջելեսում։ Եվ ով է աուդիտորիան Լոս Անջելեսում, հայերը թե ինչպես միշտ հայերը էլի չեն գալիս։ Չէ, հայերը գալիս են։ Լոս Անջելեսը համեմատած օրինակի համար Հայաստանի հետ հայության կողմից ավելի սուպորտիվ են, այսինքն ավելի կգան իրանց հայնա, ասենք կտնաս խոսակցության մեջ ինչ որ կվերցնեն իվենտները, post կանեն social media-ի վրա։ Համայնքային կյանքը ավելի ակտիվ է այդ առումով։ Հա, ավելի այդ տենալով որ հայ է, ասենք մեծ մարքեթի մեջ, ոնց որ ասենք մեսեջները լիքը գալի մեր ազգի բարձրանք, էս կողմ են կողմ, չէ։ Այնտեղ մի ավելի սուպորտիվ են մեր հայությունը համեմատած Հայաստանի հետ։ Բայց Լոս Անջելեսը խառը քաղաք է, ասենք վերջի անգամ ես օրինակ Հեռնան Կատանյայից ենք խոսում, իր համար էի բացում մոտ մի 8-9 հազար հոգի խառը նայում էր հնդիկներից բռնած արգենտինացի, շրիլանկացի, հայությունն էլ կար երևում էր են ամենաճոխ տեղերը իրանք էին նստած բնական է խառնա մեր մոտ Ամերիկայում ոնց որ ամեն ազգ գալի խճճվում է իրար վրա այս իվենտների վրա դառնում է մի հատ Սալյանկա մեծ հա դառնում է մինի Ամերիկա ոնց որ մինի Ամերիկա հա բայց հայությունը համեմատած օրինակ այստեղի ավելի սուպորտիվ է համեմատած երևի աշխարհի վրա ամեն տեղի Լոս Անջելեսը ասենք մեծ հայության համայնք ունի ու հայերը համեմատած որ տենում են ասենք ինչ որ իրանցից մեկը մեծ global market-ի մեջ ինչ որ մեծ անուն ունի ավելի բայց որ փոքր եղար էլի բանի տեղ չեն դնի նույն բանն է տեղի նման մի հատ հարց էլի քանի որ մոտենում է ավարտին հաղորդումը անընդհատ ասում եք որ այստեղ ավելի пассив են այստեղ այդ ես տենց հասկանում եմ բար չեն գալիս դուք վաղուց եք գալիս Հայաստան որ թվականից եք գալիս երկրորդ տարին արդեն երկրորդ տարին այսինքն մինչև 20 թվական չեք եկել չէ ես ուզում եի հասկանալ կարող է պատճառը հենց դա է հա որովհետև վերջին 5 տարիներին այնուամենայնիվ ճիշտ է ես չէի ասի որ համերգներ չեն լինում կամ ակտիվությունը այդ առումով պակասել է բայց քանի որ երաժշտությունն է այդպիսին շատ ակտիվ հա այդ ակտիվությունը այդ բանը այնուամենայնիվ նստել է թե ես սխալվում եմ դու ինձ կարող ես ճշտել եթե ես սխալվում եմ գիտեք ինչու՞ է պարոն հաղորդավար ջան օրինակ ամենայն հարգանքով հա Թաթուլ երգիչ ունենք որին հայերն են ճանաչում ինքը համալիր է լցնում միանգամից Ռուբեն Կարապետյան որին ամբողջ աշխարհն է ճանաչում Բանդարենգոն չի լցնում ասա մի համար չի ոչ մի ճաշ չի լցնի մի համար չի այսինքն ոչ թե այստեղ ճաշակի երևի հարց է ոչ թե մարդկանց չուզենալ իվենտ գնալու կամ չգիտեմ այդ պակասի որովհետև կան դե հիմա Ջենիֆեր Լոպեսն ասում են գալուս
Դե հա, ինձ թվում է սով եմ հարաբերական ստադիոնը կնստի։ Ու փողերը վերցրես չեկավ Snoop Dogg-ը, չգիտեմ։ Բայց բանը, ինձ թվում է 2 տարի առաջ օրինակի համար ես երաժշտությանը այս չափն էլ չէր շարժվում։ Օրինակ 2 տարի առաջ ես ոչ մի ձևի Հայաստանից offer չունեի, ես բնական է գալիս գնում էի, բայց ոչ թե որպես ասենք արտիստ, հայրենիքս է գալիս էի, ասենք տնկերներիս հետ ժամանակ անցկացնում, դուրս էի գալի։ Ու այդ ժամանակ ասենք չեմ տեսել, որ ինչ որ միտեղ ինչ որ լուրջ մի բան լինի։ Օրինակի համար Kitchen Lab-ը կա ստեղ փոքր ինքը կլուբ է, երևի մի 150 հոգի, 160 հոգի, երկու հայ տղա իրար հետ, շատ տալանտլիվի բանը, super cooks։ Իրանք էլ ասենք ամերիկյան մարքեթում որ աշխարհով մեկ, ինչ որ չափի անուն ունեն Հայաստանից։ Իրանք սկսեցին այս երաժշտությունը ոնց որ սկզբից բրթել։ Ու հետի մի 2 տարի, 2.5 տարի առաջ նոր սկսեց ոնց որ իրար վրա գալ, սկզբից ավելի լավ էր։ Հետո կամաց սկսեց ավելի վատ գնալ, հիմա ոնց որ էլի փորձում է դեպի լավը գնա, ճիշտ ասած չեմ հասկանում ինչա լինում, լավն է գնում թե վատն է գնում։ Մի հատ կարճ ռեմարկա, առավել ժամանակ չունենք, ցավոք ես տեղ դեռ չեմ տենում, որ մարդիկ, առավելևս երիտասարդությունը գնահատեն հենց երաժշտությունը ու գան մյուզիկի համար։ Jellyfish-ը բացվել էր, տենց լավ տեղ էր, fancy բան, գալիս էին նկարվում, լիքը մարդեր գալի վեն, ասում ենք ինչ լավ է։ Արդեն հոգնեցին 1-2 տեղ, ոչ մեկ չի գալի նույն DJ-ն է, որ առաջ շատ էին գալիս։ Այսինքն ցանկացած նոր սիրուն տեղ բացես, կգան կնկարվեն, բայց փաստորեն ոչ մյուզիկի համար են գալի։ Մի տարի հետո ոչ մեկ չի։ Selfie համար են գալի, Instagram-ի selfie համար։ Զատը սարը փչացրեց, էլի, այդ social media-ն ամեն ինչը փչացրեց։ Մարդկանց կյանքը նայում ես, ասենք մարդը վերցնում իրան նկարում է ֆիլտր անում, նայում ես այդ մարդուն այդ նկարին вообще իրար հետ կապ չունի։ Բայց նույն social media-ում ինքը նաև կարա լինի շատ հետաքրքիր։ Բան ռիլերի տեսքով օրինակ նույն այդ ձեր համերգներին ապարելու, ասենք ինչ որ կադրեր ռիլերի, կարա շատ դուք կաք Instagram-ում։ Ես Instagram-ում կամ, բայց շատ пассив եմ, ես ակտիվ եմ Facebook-ում։ Բայց Facebook-ով էլ է ֆորում բաներով ստորիները մեր շատ լինեք շնորհակալություն պարոնայք, շատ հաճելի զրույց ինձ համար ստացվեց, նաև շատ ինֆորմատիվ, որովհետև ես էլ ճիշտն ասեմ, այնպես չի որ շատ մեծ սիրահար եմ այդ երաժշտության, ես ասեցի ինչի համար, ոչ թե նրա համար, որ ճաշակ չունեմ, եմ ջան։ Ես էլ այն նկատի չունեի։ Ուղեղս ծակում է այդ երկար այդ ճաշակները տարբեր են լինում, ճաշակի հարցը։ Բայց ես չգիտեմ ինչի վստահ եմ, որ երիտասարդների մոտ այդ երաժշտությունը, նու ես նկատի ունեմ Հայաստանում, այնուամենայնիվ մեծ պահանջարկ ունի, պարզվեց, որ ոնց որ թե այդքան էլ մեծ առայժմ չունի։ Հուսով եմ, որ աշխատում եք։ Ռուբենը եւ Էմիլը ամեն ինչ կանեն, որ այդ երաժշտությունը մեր երիտասարդության մոտ եւ ոչ միայն երիտասարդության մոտ ավելի ակտիվ եւ էներգոծախսող մեծ հասակների մոտ։ Ինչու ոչ։ Մեծ պահանջարկ վայելի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեր հետևորդներին մնում է հիշեցնել միայն, որ չմոռանան բութմատը, զանգակը, դա լավ փողով չի, դրեք էլի։ Ու մեկ էլ իհարկե միանում ենք Patreon-ին, բայց դա արդեն փողով է։ Կհանդիպենք մեկ շաբաթից։